Դարձանք սիրելի ընկերներ ու հիմա այս պահին աշխարհում ինչքան սոված մարդ կա, մենք բոլորին հրավիրում ենք այստեղ, որովհետև քիչ անց մեր գործընկեր Անուշը խոհանոցում մեզ համար մի համեղ բան է պատրաստելու։ Տեսնենք ինչա պատրաստելու Անուշը, բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, պատրաստելու ենք հետաքրքիր աղցան, որը պատրաստվում է շերտ դասավորելով ափսեի վրա։ Մենք հունական ձաձիկի մասին շատ ենք լսել։ Հիմա կպատրաստենք ձաձիկի, որի վրա եւ կդրվի բազուկ, ծաղկակաղամբ եւ ոսպ։ Իդեալական համադրություն։ Միայն ձաձիկին է ինձ խանգարում այս աշխարհում, կարծես այս պահին, այո։ Դու աղցանի վերին շերտից կարող ես օգտվել։ Ես կուտեմ, ոչինչ։ Ծաղկակաղամբը կտրենք։ Նախ արևածաղկի յուղ ավելացնենք, թող տաքանա, որպեսզի Ծաղկակաղամբը տապակելու ենք, այո։ Այո, մենք կարող ենք իրականում նաև ջեռոցում տեղավորել եւ թե ոսպը, թե բազուկը մի փոքր չորություն տալու համար կարող ենք դնել ջեռոցի մեջ։ Բայց հիմա այստեղ մենք որպեսզի արագ լինի, այսպես կտապակենք, փոքրիկ կտորների կվերածենք։ Բազուկը արդեն խաշված է, ոսպը նույնպես։ Բայց իրականում դա էլ թրենդ է դարձել, այսպես ասած, շատ ենք տեսնում, որ ֆուդբլոգերները օգտագործում են այդ ձևով աղցանի մեջ ոսպը, եփում են մի քիչ ավելի քիչ եփված վիճակում, թողնում են ջեռոցի ամանի վրա դնում են եւ ուղարկում ջեռոց։ Ու մի փոքր կարծես թե այսպես մի փոքր ավելի կարծրանում է, մարդկա, որ այդքան էլ չի սիրում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Եվ սիսերը եւ ոսպը այդպես հիմա շատ են պատրաստում։ Ես հենց ոսպով ճաշ եմ ուտում կամ ոսպ եմ ուտում, միանգամից իմ մանկապարտեզի տարիներն եմ հիշում։ Հիշեցիք մի հոտ կար մանկապարտեզի, ես ոսպի ճաշով, բանով, այդ հոտը տպավորվել է իմ մեջ։ Բայց շատ եմ սիրում ոսպը, ինչ խոսք։ Ես սիրում եմ տապակած ծաղկակաղամբին, կարծիքով դա աշխարհի ամենահամեղ երևույթներից մեկն է։ Իսկ դու փորձել ես ծաղկակաղամբ վրան պանիրի տարբեր տեսակներ, ինչ պանիր, որ կուզեք ջեռոցում դրված, դա անմահական է։ Ես կփորձեմ անպայման ապրիլին։ Ահա, հիմա արդեն կարող ենք տեղավորել թավայի վրա, մինչև կտապակվի, մենք կպատրաստենք ձաձիկին։ Անուշը ինչպես միշտ համեղ, օգտակար ու գեղեցիկ է պատրաստում։ Գիտես, ես այսպիսի մի բան եմ ասում միշտ Անուշի պատրաստած։ Անուշը վերջում որ մատուցում է, այնպիսի գեղեցիկ է հավաքում այդ ամեն ինչը, որ այդ քանդելը եւ ուտելը դժվարանում է։ Այնպիսի գեղեցիկ է, որ չես ուզում կտրես ուղակի այդ ամենը։ Մասնավորապես, երբ այն փոքրիկ կանաչեղենն իր հետ բերում է Անուշը, այն մինի կանաչիները եւ վերջում փոքրիկ ավելացնում է դեկորատիվ սնունդը։ Հիմա մենք ավելացնենք աղ։ Շատ էր, ահա։ Կարմիր սև պղպեղ կավելացնենք, ավանդական համեմունքներ է, ով ինչպես կցանկանա կարող է համեմել։ Մի րոպե։ Խոսքը տնական ձաձիկի մասին է, Անուշ։ Ինչը։ Ձաձիկին պատրաստում ես քո ձեռքով։ Վարունգ, դրա համար մեզ անհրաժեշտ է վարունգ, հունական յոգուրտ, սամիտ եւ սխտոր։ Հունական յոգուրտը մածունի հիմքով է։ Ես ինչքան գիտեմ, այո։ Ճիշտ է, Անուշ։ Հունական յոգուրտը մածունի հիմքով է, չէ՞։ Նման է, գրեթե մի փոքր ավելի քաղցր։ Սա կարող ենք նաև մի փոքր էլ սխտոր ավելացնել այստեղ, որովհետև ծաղկակաղամբի հետ իրականում բրոկոլին ծաղկակաղամբը շատ ավելի համեղ է լինում, երբ որ ավելանում է սխտորը։ Իսկ թվում է սխտորը ամեն ինչի հետ
համադրելով շատ համեղեղ։ Այո։ Մենք կերենք վարունգը եւ Ես շուտվանից չեմ եկել քեզ մոտ խոհանոց, Անուշ։ ինչպես։ Ես շուտվանից չեմ, այո, վաղուց չեմ եկել։ Գուցե գաս։ Եկա։ Գնա։ Հիմա ես պատրաստ եմ։ Մեկ ջոկ։ Դու կարող ես կտրել կանաչին։ Մեծ սիրով։ Վարպետության դաս հատուկ Դինայի համար, կանաչին կտրելու։ Շատ եմ սիրում նստել Փոքր բազմոցին բանակ եւ հետեւել ինչպես են իմ ձեռնոցները։ գործընկերները Բայց ինչու փոքր աշխատում խոհանոցում։ Դե կանաչի կտրելու համար եթե քեզ համակարգեմ Արխայական բան կա այս ամենի եւ մեջ։ Մենախոսում եմ կարծես, բայց դա ինձ դուր է Սա գալիս։ անում մենք ենք զբաղված այսպես։ էինք կներել, քեզ չլսեցինք։ Ես չեմ դժգոհում, ես ինքս ինձ խոսում եմ։ Հիանում եմ ձեզնով։ Լավ, դե մի օր էլ ես։ Այսպես է Դու լինում համտեսել ես Ինա Միկայի պատրաստած որևէ ճաշատեսակ։ Իհարկե, երկար խոստումներից հետո, մի 3-4 տարի խոստանալուց հետո, նա վերջապես մեզ հյուրասիրեց իր պատրաստած լոլիկով ձվածեղը։ Այո։ Դու էլ ես փորձել Անուշ։ Այո։ Լոլիկով ձվածեղը, բայց եթերում մի քանի տարբեր բաղադրատոմսեր պատրաստել ենք միասին։ Դրա համար էի հարցնում, չեմ հիշում, թե հաղորդավարներից մյուսը ով էր մեզ հետ։ Սա իմ եւ Միկայի առաջին մանր համատեղ եթերն է։ Եթերն, այո, շատ մանր։ Տես ինչ վարպետորեն է կտրում։ Ինան զարմացած է։ Դե լավ։ Մի անգամից այդ ափսեի մեջ կարող ես ավելացնել, Միկա։ Այս կտրատելու պահը խոհանոցի մի շատ է դուրս գալիս ինչ խոսք։ Այո, ճիշտ ես։ Քերեցինք նաև վարունգը։ Լցնեմ այստեղ։ Ոչ, այդ Այստեղ։ ափսեի մեջ եւ պետք է ավելացնենք նաև վարունգն այդտեղ։ Վերջ, այսքանը։ Բայց դու կարող ես մնալ եւ բազուկն էլ կտրել։ Մի Բազուկը հեռացի։ կտրում ենք ինչպես։ Բազուկը մանր խորանարդաձև։ Ինչ մեծ սիրով ես անում, Միկա։ Բրավո։ Այո, չեմ կարողանում թաքցնել իմ Դու կարծես հիացմունքը սիրում ես խոհանոցի խոհանոցում հանդեպ։ լինել։ Այո, իրականում խոհանոցը պետք է սիրես, որպեսզի կարողանաս պատրաստել եւ չհոգնել։ Հատկապես եթե երկարատև որևէ ճաշատեսակ ես պատրաստում։ Իսկ ինչ հաճախականությամբ ես ձեր տանը խոհանոցում, Միկա։ Խոհանոցից բացակայում եմ երևի թե մի 2-3 ժամով։ Խոհանոցում ես ապրում։ Այո, խոհանոցում եմ ապրում։ Այսինքն երբ տանն ես որևէ բան պատրաստում ես անպայման։ Երևի թե միշտ պատրաստում եմ, գիտես։ Բայց ավելի շատ գիտենք, որ սիրում ես օրինակ խմորի հետ որևէ Խմորի խմորով հետ, ուտեստներ, մսային։ Այո։ Օրինակ մի քանի օր առաջ պատրաստել էի իտալական չիաբատա հաց կա։ Այո, այո, այո։ Ես պատրաստել էի այդ խմորը, որը որ շատ երկար գործընթաց է իրականում։ Ու պետք է իմ գլուխը գովեմ ու ասեմ, որ իդեալական էր ստացվել։ Հրաշալի է։ Ես շատ քիչ սխտոր ավելացրեցի այստեղ։ Հիմա խառնենք։ Մի փոքր էլ կիտրոն կքամենք։ Այսպես լավ է, Անուշ, թե ավելի փոքրացնեմ։ Մի փոքր, որը մեծ է, ավելի կարող ես փոքրացնել։ Որպեսզի շատ ավելի հյութալի լինի, խոհարարներից եմ սովորել, կիտրոնը պետք է այսպես անենք, նոր հետո կտրենք։
բավականի հյութն էլ ավելացրեցինք։ Լցնեմ սա արդեն։ Այո, այդտեղ չենք լցնում, թողնում ենք այդպես։ Հիմա մենք շերտ-շերտ կդասավորենք։ Ապրես Միկա։ Դու քո գործն արեցիր արդեն։ Ապրես։ Ուղղակի իմ համար։ Ծաղկակաղամբն էլ գրեթե Մեկ աչքով, պատրաստ է, մի Շատ եմ փոքր է։ հպարտանում։ Գլուխ ես գովում։ Դու չես անում։ Թող շատ քիչ եմ այստեղ վերցնում։ Այսինքն մի փոքր։ Այնքան որ համատա։ Որովհետև առանց սխտորի շատ կարևոր համեմունք է սխտորը եւ առանց սրա հավատացեք, որ համը այն չի լինի, իսկ ընդհանրապես 1-2 փոքրիկ այդպիսի կտորը բավականին լավ համ կտա մեր ուտեստին։ Հիմա կարող ենք սկսել դասավորել Միկա։ Դասավորեցինք։ Ինչ ենք անում, նախ լավ խառնենք, սա կարող է ստանալ մի կողմ։ Ես լավ օգնական եմ, չէ՞, ան։ Շատ։ Հիմա խառնենք, որպեսզի համերը խառնվեն, մենք այստեղ աղ չենք ավելացրել, չէ՞, մի փոքրիկ գթալ կտես, ավելացնենք նաև աղ, սա կարող ենք արդեն անջատել, պատրաստ է։ Լավ է։ Այո։ Լավ է։ Ծաղկակաղամբի հոտը ֆանտաստիկ է ուղղակի։ Երբ որ սխտորն էլ ավելացրեցինք, հիմա արդեն ավելի ճիշտ կլինի։ Ինչ ենք անում։ Այսպես դասավորում ենք։ Եվ հետո բոլոր բաղադրիչները շերտ-շերտ դասավորում վրան։ Իրականում մի քիչ այսպես կարող է անսովոր թվալ, բայց իրականում շատ է հետաքրքրում մարդկանց։ Ես օրինակ երբ իմ էջում տեղադրեցի, այս աղցանը շատ էին հավանել, շատ մեծ արձագանք ստացել։ Վստահ եմ, որ մի անգամից բաղադրատոմսը արդեն գրանցեցի իմ մոտ, որպեսզի պատրաստեմ։ Իդեպ ոսպը նույնպես կարող ենք համեմել տարբեր համեմունքներով, ես մի փոքր աղ եմ ավելացրել այստեղ։ Եվ կարող ենք, եթե ավելի խրթխրթան եք սիրում, կարող եք դնել ջեռոց, ոչ թե այսպես խաշված լինի։ Եվ հիմա կավելացնենք նաև բազուկը ու ծաղկակաղամբը։ Ավելացնեմ բազուկը։ Այո։ Խոհանոցում աշխատելիս պետք է միշտ երգել։ Այո։ Իզուր չի, որ Ինչ-որ մեր մի բան։ տատիկները հաց թխելիս, որևէ հատկապես երկար պատրաստվող ուտեստներ պատրաստելու ժամանակ սկսել են բավական է երևի, որպեսզի բոլոր բաղադրիչները երևան։ Մենք մի քիչ այսպես կանենք։ Հատկապես երբ օրինակ երկար պատրաստվող ուտեստներ են պատրաստել, շատ հաճախ այդպես երգով անպայման ուղեկցվել է։ Իրենք զբաղեցրել են։ Այո, երգը երաժշտությունը տրամադրություն է փոխանցում։ Եվ ծաղկակաղամբը։ Ինչպես է կոչվում աղցանը։ Ինչպես կանվանեիր։ Մտածում եմ։ Իննանչի համտեսելու։ Ես ասում Իննանչի եմ համտեսելու։ Այսպես ձյաձիկիով եւ բանջարեղենով աղցան։ իննայի դեմքը, որ ինքը չի համտեսելու այս աղցանը։ Ես լուր եմ, համեստ։ Այսպես, այսքանը ավարտեցինք եւ կարող ենք ասել անուշ լինի։ Անուշ լինի, ապրենք մենք։ Կարելի է փորձել մի քիչ գուցե տարբերվող աղցան է, բայց վստահ եմ մեր հեռուստադիտողները գոնե մեկ անգամ կփորձեն, տեսնեն, հավանում են թե ոչ, օրինակ իրենց ճաշացանկ ավելացնել թե ոչ։ Ես անպայման կփորձեմ, բայց դու վստահ ես, որ չես ուզում փորձել։ Ես կարող եմ փորձել ծաղկակաղամբը վրայի։ Ես ինային էի փորձում իրականում։ Մենք կարող ենք մի փոքր կանաչի ավելացնել, բայց դու լավ Գիտես ինձ արդեն փորձում են շատ երկար ժամանակ։ կանաչի, այսպես նայեցի եւ հասկացա, որ լավ, ես կտամ։ Հասկացա, որ պետք է մի քիչ գույն ու կարող ենք նաեւ, այո, եւ կարող ենք նաեւ ավելացնել որևէ սեն, ընկուզեղեն։
Ես կարող եմ գալ այդ ծաղկակաղամբից մի հատ փորձել սիրտս հովանը։ Իհարկե, ես մի փոքր թողեցի քեզ համար։ Ծաղկակաղամբը։ Նույնիսկ չէ, այո, որպես ափսեի մեջ չավելացրեց։ Առաջին այս սերոցահա ես չունեմ դատա։ Ահա, ավելացրեցինք նաև կանաչ գույնը։ Մեզ համար շատ կարևոր է, որ մատուցելիս Այ հիմա դարձավ լիարժեք։ Ոյ, շատ Հիմա սիրուն։ կարող ենք ասել անուշ լինի, ինա դու էլ շտապիր։ Դե ինչ, սիրելի ընկերներ, հիմա ինան կգա եւ կփորձի իր ծաղկակաղամբը։ Ես եւ Անուշը այս գեղեցիկ աղցանը, իսկ մենք այդ ընթացքում կշարժվենք առաջ։